Ահա թե որն է ամենաթունավոր սունկը եւ ինչպես կարելի է այն տարբերել ուտելի սնկից։ Սունկ օգտագործելիս մարդիկ զգուշանում են, քանի որ թունավոր սնկերի շատ տեսակներ կան։ Շատերը համոզված են, որ բնության մեջ ամենաթունավոր սունկը ճանճասպանն է, սակայն իրականում ճանճասպանը թունավոր մի քանի սնկի հավաքական անվանումն է։ Ճանճասպանների խմբում ամենաթունավոր սունկը դժգույն գարշասունկն է։ Դժգույն գարշասունկը մահացու թունավոր սունկ է, որը մեծ տարածում ունի եւ Ասիայում եւ Եվրոպայում։ Այն հանդիպում է հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Մարդիկ, որոնք խորը գիտելիքներ չունեն, հաճախ շփոթում են սնկի այս տեսակը ուտելի սնկերի հետ։ Հատկանիշը, որի օգնությամբ այս սունկը հեշտությամբ տարբերվում է մյուս սնկերից, գլխիկի ձիթապտղագույն գույնն է, ոտիկի սպիտակ օղակն ու պատյանը։ Դժգույն գարշասունկն իր բաղադրության մեջ ունի թունավոր տոքսիններ, բիոլոգիական ծագման թույներ, որոնցից են ամատոքսինները, ֆալոտոքսիններն ու ամանինը։ Թունավոր է ոչ միայն պտղամիսը, այլև սպորներն ու իմպլիանան, սնկի գետնի տակ գտնվող մարմինը։ Լուրջ թունավորման համար բավական է ուտել սնկի 1/3-ը։ 1 կիլոգրամ կշռի համար մահացու թունավոր է համարվում հում սնկի 1 գրամը կամ ամատոքսինի 0,1 միլիգրամը։ Այսինքն 7 գրամ ամատոքսինը բավարար է 70 կիլոգրամ կշռող մարդուն սպանելու համար։ Ջերմամշակումից, սառեցումից հետո անգամ սնկի թունավոր հատկությունները պահպանվում են։